Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Հիշեցնեմ, որ մենք խոսում ենք 2020 թվականի պատերազմի օրերի մասին եւ երկու թեմա ունենք։ Մեկը թե ինչպես էին արձագանքում պատերազմին մեր ներսում, ուրեմն տարբեր քաղաքական էլիտաները եւ ոչ միայն քաղաքական, ընդհանրապես էլիտաները, մյուսը թե ինչպես էին տարբեր արտաքին դերակատարները արձագանքում հենց պատերազմի օրերին այդ իրադարձություններին։ Անցած անգամ մենք խոսեցինք նրա մասին, որ ի հեճուկս այն տարածված եւ մինչեւ հիմա տարածված կարևոր ասեմ կամ ասած ամրացված միֆի, որ ամբողջ աշխարհ ասելով Արևմուտքը եւ Ռուսաստանը հիմնականում միասնական դիրքորոշում ունեին պատերազմի օրերին եւ պատերազմից առաջ, ուրեմն Ղարաբաղյան հարցում եւ ընդհանրապես այս Հայաստան-Ադրբեջան հակամարտության կոնտեքստում միասնական դիրքորոշում ունեին կամ ինչպես ասում են ամբողջ աշխարհը մեր դեմ էր, մենք ի հեճուկս այս միֆի, իհարկե այս միֆը պատահականություն չի, դրա մասին էլ խոսել ենք եւ դեռ գուցե կխոսենք, առիթներ կունենանք, այլ պարտադրված է մեզ շատ պարզ պատճառներով եւ շատ պարզ տեղից է պարտադրված։ Ի հեճուկս ուրեմն այդ միֆի մենք տեսանք, որ արևմուտքից այդ օրերին, պատերազմի օրերին ոչ թե ամենասկզբից, բայց որոշակի ժամանակ անց, մոտավորապես արդեն պատերազմի երկրորդ շաբաթվանից սկսած կամ մի քիչ ավելի ուշ, այստեղ ժամկետները մի քիչ պայմանական են, տեսանք, որ արևմուտքից գալիս էին ուղերձներ, վերլուծեցինք անցյալ անգամ, որոնք բավականին հստակ, ուշադիր հայացքի համար, բայց ոչ շատ ուշադիր, այլ պարզապես սովորական ուշադիր քաղաքական հայացքի համար հակադիր էին եւ տարբերվում էին այն ուղերձներից կամ այն խոսքից, որը գալիս էր Ռուսաստանից։ Մենք տեսանք, որ իրականում այդ միասնականությունը գոնե այդ օրինակով տեսանք, որ չկար եւ տարբերություն կար, ուղերձները հակադիր էին, բայց մենք շեշտեցինք անցյալ անգամ էլ խոսալուց շեշտեցինք, որ ուղերձները կային, բայց շատ կարեւոր է, որպեսզի ուղերձները վերծանող լինի։ Այսինքն մենք ստանում էինք նամակներ, պայմանական ասած, բայց այդ նամակները պետք է լիներ կարդացող, ապակոդավորող, որտեղ քաղաքական խոսքը ամեն դեպքում միշտ էլ ենթադրում է որոշակի ապակոդավորում, ինքը երբեք 100%-անոց ուղիղ չի, 100%-անոց, այսպես ասած, պարզ չի, քաղաքական խոսքը որոշակի ունի պայմանականություն եւ որոշակի ապակոդավորման կարիք, եւ մեզանում ցավոք սրտի գրեթե բացակայում էր այդ ունակությունը ճիշտ վերծանելու այն ուղերձները, որոնք գալիս են։ Հիմա բացակայում էր թե գիտակցված չէին վերծանում, սա այլ հարց է, հիմա սա մենք չենք քննարկում, բայց ամենայն դեպս երկու տարբերակով էլ, երկու սցենարում էլ դրանք ուղղակի չէին վերծանվում, չէին հասցվում մեր ժողովրդին եւ մինչեւ հիմա էլ բնականաբար բոլորին ձեռնտու է, առաջին հայացքից ամենահակադիր կողմերին բոլորին ձեռնտու է եւ իշխող ուժին եւ ընդդիմադիրներին եւ էլ եմ ասում գրեթե մեծամասնության ձեռնտու է այդ միֆը ներկայացնել էլի նորից ու նորից հայ ժողովրդին, որ իրականում ամբողջ աշխարհը միասնական էր հասկանալի պատճառներով, թե ինչու ձեռնտու, հիմա չբացատրեմ, պարզ է կարծում եմ ինքնին, մանավանդ որ անցյալ անգամ էլ նաեւ բավականաչափ խոսեցել ենք։ Ուրեմն հիմա, որպեսզի հաստատենք այս մեր պնդումը, որ վերծանումը տեղի չէր ունենում, սկսենք նրանից, թե այդ նույն օրերին, հոկտեմբերի առաջի 10-նորյակի մասին է խոսքը, արդեն դեպի հոկտեմբերի կես, այս կոնտեքստում, երբ որ բավականին հստակ ուղերձներ մենք ստանում էինք ուրեմն արևմտյան երկրից, հա, եւ էլի ամենայն դեպս շեշտեմ էլի, որ այստեղ խոսքը նրա մասին չի, ժողովուրդ ջան, որ Արևմուտքը լավն է, Ռուսաստանը վատն է, չէ, մենք նման բաներով գիտեք, այս մեր խոսակցությունների շարքում, մեր զրույցների ընթացքում մենք նման, այսպես ասած, չենք տառապում այդ գնահատողական հիվանդությամբ։ Մենք պարզապես փաստում ենք, որովհետև հասկանում ենք, որ պարզապես կոնկրետ իրավիճակում կարող են լինել շահերի համընկնումներ պետությունների միջև, լավի ու վատի հարցը չի, փաստն այն է, որ այդ կոնկրետ իրավիճակում մենք ստանում էինք այդ ուղերձները արևմուտքից, ոչ թե որովհետև լավն էր, այլ որովհետև կար որոշակի գիտակցություն, շահերի համընկում, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Սրա մասին է խոսքը։ Ես ուղղակի ամենայն դեպս եւս մի անգամ շեշտում եմ։ Հիմա տեսնենք նախ եւ առաջ, իսկ ինչ դիրքորոշումներ կային այս կոնտեքստում, ինչ էր խոսվում, ինչ էր ներկայացվում աշխարհին, սկսած պաշտոնական խոսքից, մինչեւ, չգիտեմ, փորձագիտական եւ այլն, Հայաստանից, որտեղ սա կարեւոր է հենց այդ ուղերձների վերծանման իմաստով կարևոր է։ Հայաստանում շարունակում էր տիրել
սկսած ամենաբարձր պաշտոնական մակարդակից, այն խոսույթը, որ իհարկե վճռորոշ դերը այս ամեն ինչում պատերազմի կանգնեցման, չգիտեմ, խաղաղեցման եւ այլն, հայերին օգնության, հայերին հասկանալու, իհարկե վճռորոշ դեր պետք է ունենա Ռուսաստանը, չնայած էլ եմ ասում նրան, որ մենք արդեն ուղերձներ ստանում ենք բավականին հստակ արմատից։ Օրինակ, այն ժամանակ հիշում եք Հայաստանը ուներ նախագահ Արմեն Սարգսյան։ Հիմա նույնիսկ կարևոր չի, տվյալ դեպքում իրոք կարևոր չի, որ ինքն էր, ուղղակի սա խոսուն օրինակ է, որտեղ եմ ասում սկսած ամենաբարձրից մինչև, այսպես ասած, միջին մակարդակ այս նույն դիրքորոշում էր, բայց ինչ է ասում Արմեն Սարգսյանը։ Նույն այս օրերին, երբ որ արդեն եմ ասում այս ուղերձները գալիս են եւ Արմեն Սարգսյանն էլ ունի համբավ, այսպես ասած, գործչի, որը դե երկար տարիներ Մեծ Բրիտանիայում, Անգլիայի հետ կապված եւ այլն։ Ուրեմն Արմեն Սարգսյանը ասում է, տվյալ դեպքում ՌԻԱ Նովոստին է սրա մասին հաղորդում, որ Հայաստանում եւ Արցախում հավատում են, որ Ռուսաստանը կարող է կանգնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու մարտական գործողությունները։ Եվ շարունակում է Ղարաբաղում ապրող հայերը այստեղ ճակատում կամ փախստականները մտածում են, որ Ռուսաստանը բացարձակ օբյեկտիվ պատճառներով կարող է լինել իրական միջնորդ եւ կանգնեցնել ռազմական գործողությունները։ Նրա խոսքով Ռուսաստանն ազդեցություն ունի ինչպես Հայաստանի, այդպես էլ Ադրբեջանի վրա, սակայն պետք է ստիպել Թուրքիային լքել հակամարտության գոտին։ Սարգսյանը կարծում է, որ Մոսկվան կարող է ազդել Անկարայի վրա։ Հիմա առաջին հայացքից կարող եք ասել, դե սրանք դիվանագիտական խոսքեր էր, ինչ կարող էր ասել այդ մարդը այդ պարագայում, բայց այստեղ շատ հստակ է, որ շեշտվում է, բնականաբար նույնիսկ պետք չի հիմնավորել, դուք էլ լսեցիք, պարզ է, որ շեշտվում է հենց Ռուսաստանի դերը, չնայած ֆորմալ իմաստով դեռ պահպանվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, ուրեմն գործառույթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում, որտեղ միայն Ռուսաստանը չի, բայց շեշտվում է շատ ուժեղ կերպով Ռուսաստանի դերը, որ հենց Ռուսաստանը կարող է լինել միջնորդ, նաև հիշատակում է իհարկե Թուրքիան եւ էլի տեսնում ենք այստեղ հակասություն, որտեղ մենք այս մեր նախորդ բոլոր խոսակցություններից տեսնում ենք, որ Թուրքիայի դերը շատ պարզ, հստակ ձևով հակամարտության, ուրեմն, Թուրքիայի միջամտության դերը շատ հստակ կերպով հիմնականում դատապարտվում է Արևմուտքից, նաև Պարսկաստանից, բայց շատ անորոշ եւ այսպես առանց անուններ տալու նույնիսկ կերպով միայն Ռուսաստանից, այն էլ ստիպողական, հենց ի պատասխան այն նրա, որ Արևմուտքից եւ Պարսկաստանից հնչում է այդ մտահոգությունը, բայց ի հեճուկս այս իրականության, օբյեկտիվ իրականության, Հայաստանի այն ժամանակվա նախագահը, ելի եմ ասում, չկենտրոնակ անձերի վրա, սա կարևոր չի, որ կոնկրետ Արմեն Սարգսյանն է, իրոք կարևոր չի, որտեղ այստեղ անհատական ինչ-որ առանձնահատկություն չի, այլ ընդհանուր տրամադրությունը, ի հեճուկս այս ամեն ինչի, չգիտես ինչի, շեշտվում է Ռուսաստանի դերը։ Բնականաբար սա բացարձակ, սա հասկանում եք, ոչ adekvat պատասխան է իրականությանը, բայց սա շատ պրակտիկ բան է, որովհետև եթե դու ուղերձներ ստանում ես ինչ-որ մի կողմից, շատ հստակ ուղերձներ, բայց դու ինքդ շեշտում ես լրիվ այլ մի ուրեմն կողմ, որը այդ հստակ ուղերձները քեզ չի տալիս, բնականաբար չի աշխատում, այսպես ասած, կապը եւ դու չես կարող քաղել այն հնարավորությունները, այդ հնարավորությունները բացարձակ չեն, բայց դու չես կարողանում օգտվել այն հնարավորություններից, որոնք ստանում ես եւ ճիշտ չես գնահատում ըստ էության իրավիճակը։ Հիմա գիտակցված ճիշտ չես գնահատում, թե իրոք ճիշտ չես հասկանում, սա լրիվ այլ հարց է, բայց Հայաստանից սա է գալիս ի պատասխան այն իրավիճակին, որը կա եւ ի պատասխան այն ուղերձներին, որը մենք ստանում ենք եւ բնականաբար դա բերում են արդյունքների, որոնք բերում։ Բայց սա դեռ ուրեմն ՌԻԱ Նովոստին է հաղորդում։ Էլի նույն Արմեն Սարգսյանը արդեն Financial Times, գիտեք, բրիտանական հայտնի ուրեմն պարբերական է, հարցազրույցում նորից ըստ էության նույն միտքն է շեշտում եւ ասում է մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման եւ էլի նույն այս մտքերը գրեթե նույն ձևով շարադրում է արդեն Financial Times-ին տված հարցազրույցում, այսինքն բրիտանական պարբերականին տված հարցազրույցում եւ այստեղ արդեն դիվանագիտության երևի թե կանոններն են ինչ որտեղ խախտվում։ Ես դիվանագիտության մեծ մասնագետ չեմ, բայց համենայն դեպս ըստ տրամաբանության խախտվում է, որտեղ եթե դու լավ ՌԻԱ Նովոստին հասկացանք, բայց եթե դու Financial Times-ին ես տալիս հարցազրույց, ավելի տրամաբանական կլիներ,
որպեսզի դու շեշտեիր ոչ այդքան Ռուսաստանի դերը, հասկանալով, որ այստեղ կա որոշակի տարբերություն դիրքորոշումների, այլ հակառակը շեշտեիր Արևմուտքի դերը, շեշտեիր Մեծ Բրիտանիայի դերը, բայց սա տեղի չի ունենում, եւ սա ըստ էության Հայաստանի կողմից փաստացի մերժում է նախ այն իրականության, որ կա տարբերություն, եւ երկրորդը այն անուղղակի, չասեմ առաջարկի, բայց համենայնպես ուղերձի, որ մենք ստանում ենք այդ պահին արևմտյան երկրներից, գուցե ոչ անմիջապես Մեծ Բրիտանիայից, բայց ընդհանրապես արևմուտքից մենք տեսանք, հատկապես Ֆրանսիայից, որոշ չափով Գերմանիայից եւ այլն, սա փաստացի ասում են, չէ, մենք մեր հույսը կապում ենք Ռուսաստանի հետ, այն Ռուսաստանի հետ, որը որևէ հստակ ուղերձ չի տալիս այդ պահին, այլ ճիշտ հակառակն է անում, անորոշացնում է հնարավորինս իրավիճակը։ Սա ուրեմն ինչ որ գալիս է Հայաստանից եւ սա իհարկե լրջագույն խնդիր է, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, թե արդյոք հնարավոր էր ուրեմն հաջողության հասնել այդ օրերին, այդ թվում դիվանագիտական ճակատում, սա շատ հստակ եւ լուրջ խնդիր է։ Եվ իհարկե, միայն Արմեն Սարգսյանից չի գալիս, նույն Հայաստանի վարչապետ եւ այն ժամանակվա եւ այսօրվա Նիկոլ Փաշինյանից մեծ հաշվով մենք ստանում ենք այդ օրերի նույն ուղերձները։ Էլի կարող եք ասել, դա դիվանագիտություն է, ինքը դրանով ուզում է էս անել կամ այն անել, բայց մեծ հաշվով տարբերություն չկա, ոչ մի այդտեղ առանձնապես դիվանագիտական խնդիրներ չկա։ Նորից սա էլ ուրեմն էլի մի հարցազրույց է կամ պատասխան է հարցին ռուսաստանյան ՌԲԿ հեռուստակայանի Նիկոլ Փաշինյանի կողմից, էլի նույն մոտավորապես մտքերն է ասում, էլի շեշտում է ուրեմն այդ ահաբեկիչների դերը, որ երրորդ անգամ, հա, փորձում են ուշադրություն գրավել, կարծես թե ուշադրություն գրավելու խնդիր կա։ Մենք տեսել ենք, որ արդեն ամենատարբեր ձևերով հենց առաջի օրվանից եւ պաշտոնական մակարդակում, եւ լրատվությունը, եւ չգիտեմ քարոզչությունը, եւ տարբեր բաները ուրեմն արևմտյան հատկապես եւ մյուս կողմից Պարսկաստանի շեշտում են այդ ահաբեկիչների ներկայությունը եւ այսինքն սիրիական այդ զինյալների ներկայությունը եւ ի պատասխան դրա իրականում դրանից հետո միայն Ռուսաստանը քիչ թե շատ սկսում է խոսել այս թեմային մասին եւ ուրեմն էլի վարչապետը Հայաստանի այդ ժամանակ շեշտում է, որ սա, գիտեք ինչ, միայն սովորական ինչ որ Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չի, այլ նաեւ անվտանգության հարց է Ռուսաստանի եւ Իրանի։ Իրանը տվյալ դեպքում մի կողմ թողնենք, որովհետև Իրանը իսկականից ինքն է դրա մասին շեշտում, որ իր համար դա անվտանգության խնդիր է, այս դեպքում նորմալ է, բայց Ռուսաստանը այդքան պարզ ձևով դա չի շեշտում, մենք դա տեսանք եւ ամենպես եթե նույնիսկ շեշտում է ի պատասխան ոչ միայն Իրանից, այլև արևմուտքից նախ եւ առաջ արևմուտքից եղած մտահոգություններին եւ այստեղ հերթական անգամ շեշտել է եւ առանձնացնել է միայն Ռուսաստան եւ Իրան եւ չհիշատակելով նույն արևմտյան երկրները, այլ նույն քաղաքական գիծն է ըստ էության տանում, որը անտեսում է իրականությունը, անտեսում է այն ուղերձները, որը մենք ստանում ենք եւ մեզ նորից մտնում է այդ ծուղակը, նորից մտնում է այդ նույն փակուղին։ Եվ նորից բացահայտում է ոչ համարժեքությունը, իրականության ընկալման ոչ համարժեքությունը այդ պատերազմի օրերին մեր ուրեմն ղեկավարության կողմից, բայց ոչ միայն ղեկավարության, բնականաբար գրեթե մեծամասամբ հայկական հանրային միտքը այդ ժամանակ այս նույն հիվանդությամբ է տառապում։ Ինչի սա շեշտեցի, որ ցույց տանք, որ մի կողմից մենք ունենք իրականություն, որ մենք ստանում ենք հստակ ուղերձներ, մյուս կողմից մենք ունենք իրականություն, որ այդ ուղերձները ոչ միայն չեն վերծանվում, այլ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Մյուս ուրեմն կարևոր թեման, որ այդ օրերին ուրեմն պետք է շեշտենք հոկտեմբերի առաջին տասնօրյակին, դա այն է, որ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսում է շատ ավելի ակտիվ խոսել, ու բնականաբար Ղարաբաղյան պատերազմի մասին, որ այդ օրերին ընթանում է, մինչև այդ մենք հիշում ենք, որ Վլադիմիր Պուտինը ինքը խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ, նաև Ռուսաստանի արտգործնախարարը Լավրովը խոսում է ուրեմն իր գոլեգաների հետ, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, բայց անձամբ Վլադիմիր Պուտինը մեծ հաշվով մինչև այս պահը, մոտավորապես մինչև իդեպ հետաքրքիր համընկնում է իր ծննդյան օրվա հետ, դա հոկտեմբերի 8-ն է, թե 9-ն է, հիմա լավ հոկտեմբերի 9-ի, մոտավորապես այս օրերի հետ է համընկնում,
մինչև այդ ինքը անձամբ մեծ հաշվով, եթե չհաշվենք այդ հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունները, անձամբ ոնց որ անկախ այդ հեռախոսազրույցներից կարծիք չի հայտնում։ Եվ այստեղ շեշտված կերպով սկսում է ուրեմն ակտիվանալ այդ օրերին, ուրեմն կարդանք նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել, որի համար նա մտահոգ է, Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական լուծմանը դեռ երկար ճանապարհ կա, հետաքրքիր է, բայց կրակը պետք է անհապաղ դադարեցնել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով, ուրեմն Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին հարցեր չունի եւ այլն, այս այդքան էական չի, դա պետք է արվի հնարավորինս շուտ կոչ ենք անում եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, հրադադարի կոչ ենք անում եւ դա պետք է արվի հնարավորինս շուտ, ասել է նա Ռոսիա 24 հեռուստաալիքին տրված հարցազրույցում։ Մարդիկ են զոհվում, երկու կողմից մեկ կորուստներ կան եւ մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակում այս հակամարտությունը դադարելու է, բայց դրա վերջնական պարգևումը ըստ ամենայնի դեռ շատ հեռու է։ Սա մեկ, հետո ուրեմն Վլադիմիր Պուտինը խոսում է Իլհամ Ալիևի հետ, սա իր ծննդյան կապակցությամբ է, Ալիևը զանգում է, շնորհավորում է, մինչև այդ հիմնականում իդեպ Փաշինյանի հետ է խոսել, Ալիևի հետ չի խոսել եւ էլի ուրեմն մտքեր են փոխանակում եւ այլն եւ սրանից հետո արդեն այս խոսակցությունից հետո նորից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ վարչապետ Նիկոլի Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, մարդասիրական նկատառումներով բնականաբար եւ այլն եւ այլն։ Առաջին հայացքից էլի այստեղ թվում է թե ոչ մի տարօրինակ բան չկա, դե պարզ է մարդասիրական բաներով է հիմնավորվում եւ այլն, բայց էլ եմ ասում, սա առաջին այսպես անմիջական միջամտություն է, անմիջական խոսքն է Ռուսաստանի նախագահի եւ շատ կարեւոր է որ այստեղ տեսանք, ես մի քանի անգամ շեշտեցի հատուկ նաեւ ինտոնացիոն, որ անդադ խոսում է անհապաղ դադարեցման մասին, շուտապույտ դադարեցման մասին, շատ արագ դադարեցման մասին եւ այլն, հիմնավորումները էական չեն, հասկանալի է, որ նման դեպքերում միշտ բերվում են մարդասիրական հիմնավորումներ, իմ մոտ կայուն տպավորություն կա, ես չեմ ասում 100% կարող եմ հիմնավորել, բայց կայուն տպավորություն կա, որ այս ամեն ինչը նշանակում է, որ պատերազմը, սրա մասին ես նաեւ ինչ որ չափով խոսել եմ, բայց հիմա նույնպես ասեմ, իմ տպավորությունը պատերազմը երկարել է մի քիչ առնվազն մի քիչ կամ գոնե կարող է եւ ոչ մի քիչ ավելին, քան ի սկզբանե պատկերացվել է եւ մենք խոսել ենք նրա մասին, որ ի սկզբանե կար պատկերացում, որ պատերազմը պետք է դադարեցվի, երբ որ կողմերը դիմեն հենց Վլադիմիր Պուտինին, բայց դա ինչ-ինչ պատճառներով տեղի չի ունենում, ինչ-ինչ պատճառները իհարկե հիմա չեմ ուզում շատ դրա մեջ խորանալ, բայց հիմնականում նա է, որ Հայաստանի ռազմական ուժը, Հայաստանի բանակը եւ Հայաստանի ժողովուրդը իրականում դիմադրում են շատ ավելին ըստ էության եւ ժամկետի առումով եւ որակի առումով, սա շատ կարեւոր է, մենք պետք է սա հասկանանք, քան պատկերացվում էր Պուտինի այս շեշտադրումները անհապաղ դադարեցման մասին, որոնք տեսեք, ոչ թե պատերազմի սկզբում են տեղի ունեցել, արդեն պատերազմից բավականին ժամանակ է անցել։ Այս շեշտադրումները վկայում են նրա մասին, որ արդեն կա որոշակի մտահոգություն, որ միգուցե պատերազմը այն սցենարով չընթանա, որով նախատեսվում է, եւ արդեն անհրաժեշտ է այսպես շեշտված միջամտություն, շեշտված կարծիք այն մարդու կողմից, այն առաջնորդի կողմից, որը, ինչպես տեսնում ենք, Հայաստանում էլ ընկալվում էր որպես այսպես ասած գլխավոր դերակատար պատերազմի դադարեցման առումով։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում, ես հիմա մի փոքր այսպես ասած զգուշ եմ ձևակերպում, հատուկ եմ զգուշ ձևակերպում, որտեղ այստեղ բաներ կան, որ որոշ չափով ավելի զգացողության վրա են, որոշ չափով ավելի ինտուիտիվ են, դժվար է սրանք հիմնավորել մեզ
առանց ունենալու ավելի sense նյութական փաստաթղթային բազա, բայց կարծում եմ բոլորս հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը եւ ինչու է սա կարեւոր, որովհետեւ սա չկար պատերազմի առաջին օրերին, բայց հայտնվում է արդեն պատերազմից 2 շաբաթ անց այս շեշտադրումը եւ այս միջամտությունը անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից։ Բացի Պուտինի ուրեմն անմիջական միջամտությունից, որ արդեն այս օրերին տեղի ունենում եւ մինչեւ այդ չկար, Ռուսաստանից էլի տարբեր արձագանքներ են լինում, որոնք ավելի շատ վկայում են անհանգստությունների եւ մտահոգությունների մասին, որ կարող է մի քիչ այլ կերպ զարգանա իրավիճակը, քան ենթադրվում էր, եւ համենայնպես հարցերին, այսպես ասած, պատասխանելու առումով հապկի թեման է բարձրացվում եւ Ռուսաստանի օրինակ նախագահի մամուլի խոսնակը Դմիտրի Պեսկովը այդ ժամանակ արդեն հարց է բարձրացում, բա հապկը չի միջամտելու եւ այլն, սկսվում է արդեն այս թեմա, որ հապկը չունի պարտավորություններ, այսինքն ունի Հայաստանի նկատմամբ, բայց չունի պարտավորություններ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, սա հատուկ շեշտում է Պեսկովը, որտեղ արդեն 2 շաբաթ տևում է պատերազմը եւ անհնար է այս թեմային էլ չանդրադառնալ, բայց այստեղ բացի Պեսկովից կարևոր է եւ հետաքրքիր է, որ խոսում է նաեւ ուրեմն ՀԱՊ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նախ անդրադառնում է Սիրիայի այդ զինյալների թեմային, ասում է, որ այո, մենք մտահոգված ենք, բայց էլի սկսվում է այս զգուշավոր եւ անորոշ ոճը, որը մեզ համար շատ կարեւոր է հիշել, որ հիմա ինձ դժվար է դատել զինյալների Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխման մասշտաբների եւ կազմակերպման մասին, ըստ ամենայնի այն կա, այնտեղ զինյալներ, վարձկաններ են հայտնվում, իհարկե դա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը, դա որոշակի մարտահրավերներ է ներկայացնում կազմակերպության համար, ասել է Զասը պատասխանելով համապատասխան հարցին, այսինքն հասկանում եք ինչքան թեման լղոզվում եւ անորոշակիացվում է եւ էլի երբ որ հիշում ենք, որ ինչքան պարզ ձևով, ինչքան հստակ ձևով դա շեշտվում եւ դատապարտվում է, օրինակ նույն Ֆրանսիայի կողմից, նույն Պարսկաստանի կողմից, մենք հասկանում ենք, թե ինչքան էական տարբերություն այստեղ կա, այսինքն չեն կարող թեմային չանդրադառնալ, բայց հնարավորինս թեման լղոզում են, թվում է թե թեմայի մեջ եւ ոչ միայն թվում է, այլև ըստ Հայաստանի օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թեմայի մեջ այսպես ասած ամենամտահոգված մարդիկ պետք է լինեն, չէ՞, որովհետեւ շեշտում է, որ դա Ռուսաստանի անվտանգության համար եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ ըստ էության թեման ուղղակի ցրում են, ինչքան որ հնարավոր է այդ պահին թեման ցրել, ելի մենք հասկանում ենք, որ պարզ է, որ Ռուսաստանը չի կարող տեղյակ չլինել այս թեմայից, ՀԱՊԿ չի կարող տեղյակ չլինել այս թեմայից, չի կարող նաև ինչ որ չափով գոնե չարձագանքել, բայց արձագանքը ըստ էության հավասար է 0-ի, որտեղ այս ինչ որ մենք կարդացինք, դա արձագանք չէ, դա ուղղակի թեմայի հնարավորինս լղոզում էր։ Նույնը վերաբերում է առավել եւս Թուրքիայի միջամտությանը, էլի թվում է, թե բա Թուրքիայի միջամտության առաջին հերթին ով պետք է արձագանքի։ Մենք տեսանք, որ ովքեր, որ մենք ըստ հայկական պատկերացումների չպետք է այդքան սուր արձագանքել են շատ հստակ եւ միանշանակ, բայց ըստ մեր հայկական նույն պատկերացումների առաջին հերթին իհարկե պետք է Թուրքիան արձագանքել եւ հայկական պատկերացումներ ասելով նաեւ պաշտոնականը նկատի ունեն, որը մենք մինչեւ այս անդրադարձանք եւ տեսանք Թուրքիայի միջամտության մասին ինչ է ասում նույն Ստանիսլավ Զասը, էլի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, որտեղ դե Թուրքիայի միջամտությունը հենց ՀԱՊԿ-ի համար եւ ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար, բայց նաեւ ՀԱՊԿ-ի համար թիվ 1 թեման պետք է լիներ, որտեղ հենց դրա մասին է ընդհանրապես այս ամբողջ, այսպես ասած, ռազմական դաշինքի թեման։ Եվ ասում է, որ իհարկե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին Թուրքիայի միջամտություն ապակառուցողական կլիներ, սակայն ՀԱՊԿ-ը զգուշություն է նախընտրում, որպեսզի չվնասի հակամարտության կարգավորմանը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Կարծում եմ, որ դրան չի հասնի այդ գործընթացին ցանկացած երրորդ երկրի միջամտությունը ապակառուցողական է։ ՀԱՊԿ-ը զգուշություն է ցուցաբերում, որպեսզի չվնասի բանակցային գործընթացի։ Կարծում ենք, որ բոլոր երկրները, այդ թվում Թուրքիան, պետք է նման դիրքորոշում ցուցաբերեն, այսինքն էլի ոչ մի բան, հնարավորինս լղոզում, հնարավորինս թեմայի այսպես ցրել,
ինչ որ բաներ իբր ասում է, բայց իրական ոչինչ բան չի ասում, եւ բնականաբար հասկանալի է, որ էլի, ասենք, անլուրջ կներ մտածել, որ այդ օրերին արդեն պատերազմը 2 շաբաթից ավել տևում է եւ ասենք հապ գլխավոր քարտուղարը կամ ընդհանրապես հապ կառույցը ինքը չի տեսնում Թուրքիայի միջամտությունը, մանավանդ նույնիսկ եթե չի տեսնում շատ հստակ այդ միջամտության մասին խոսում են ուրիշ երկրներ եւ շատ հստակ մտահոգություն են հայտնում եւ պաշտոնական մակարդակում եւ ԶԼՄ-ների մակարդակում, իսկ այստեղ այնպես է ներկայացնում իրավիճակը, որ կարծես թե դա ենթադրական ինչ որ իրավիճակ է։ Իհարկե դա շատ վատ կլիներ, բայց եւ այնպես ոնց որ թե տենց հստակ չկա։ Եվ հասկանալի է, որ սրանից բխում է ընդհանրապես մի բան, որ իրանք ոչ միայն գիտեն, բարձր որ չեն կարող չիմանալ դրա մասին, այլև դեմ չեն, այսինքն իրանք տեղակ են եւ իրանք խնդիր չունեն այդ միջամտության հետ։ Սա թարգմանաբար միայն դա է նշանակում։ Իհարկե սա 1000-րդ անգամ ենք միգուցե ապացուցում, բայց շատ կարևոր է նույնիսկ այս դետալներում, այս մանրուքներում մենք ամեն անգամ համոզվենք, որտեղ անկախ նրանից թե քանի անգամ մենք սա կհամոզվենք ապացուցենք, քարոզչությունը սրա շուրջ ոչ միայն սրա դեմ, որ այդպես չի եղել, որ եւ այլն, ինքը ոչ միայն հիմա է շատ լուրջ, ինքը անընդհատ լինելու եւ շատ հնարավոր է, որ օրինակ եթե այսպես շարունակվի մի 10-20 տարի հետո ուղղակի ասեն թե չէ, ինչ է խոսում, sense բան հնարավոր չէ ընդհանրապես։ Դրա համար մենք պետք է ամեն դետալով փորձենք սա ապացուցել եւ հիմնավորել եւ մեր գիտակցության մեջ ամրապնդել։ Մի էլի շատ հետաքրքիր բան է, այս Ստանիսլավ Զասի կողմից, այս մեկը չակերտավոր շատ է դուրս գալիս, ուրեմն հապ կարծիքով Ադրբեջանը Հայաստանին չի հարվածի։ Բաքուն Երևանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ես վստահ եմ, որ իրադարձությունների նման զարգացում չի լինի։ Հիմա եւ բերում է ինչ որ պատճառներ, որ ինչի չի լինի, Ադրբեջանի իշխանությունները ընդգծել են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ չեն ոտնձգում նրա ինքնիշխանության դեմ։ Երկրորդ, այնտեղ իրեն ժողովրդի հանդեպ բավարար ողջամտություն եւ պատասխանատվություն կա։ Այս հիմնավորումները տարօրինակ բավական մի կողմ թողնենք, բայց շատ հետաքրքիր է, որ հապ գլխավոր քարտուղարը վստահ է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի։ Որտեղից է այդ վստահությունը, ել եմ ասում, ինչ որ հիմնավորումներ բերում է, բայց դրանք բացարձակ այնց անհասկանալի հիմնավորումներ են, բայց ինքը այդ վստահությունը ունի։ Նման զարգացում չի լինի, այսինքն մենք հասկանում ենք, որ սա ինչի համար է ասում, որովհետև պարզ է, որ հապկը չի պատրաստվում ոչինչ բանի միջամտի, բայց վստահությունը այդ արտահայտված, որ մենք գիտենք չի լինելու, շատ խոսում է, որովհետև ի վերջո մենք նաև վերլուծել ենք անցած տարի, կարծեմ դեռ շատ մանրամասն բավականին խոսել ենք, շատ չէ, մանրամասն բավականին խոսել ենք նրա մասին, որ իհարկե այս բոլոր սահմանները պատերազմի, այս բոլոր պարամետրերը նախապես խոսվել են եւ այստեղից էլ այս վստահությունը, որ ունի հարգարժան ուրեմն Ստանիսլավ Զասը, որ չէ, Հայաստանը չեն խփելու, իրենք գիտեն, որ չեն խփելու, որտեղ իրենք նաև նախապես խոսել են, որ պետք է այնպես անենք, չլինի այդ խնդիրը ընդհանրապես, որ խնդիրը սահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով, որպեսզի հանկարծ այս հարցը չառաջանա։ Իսկ ինչու Հայաստանի դաշնակից Ռուսաստանը եւ այդ հապկ կոչվածը նաև չի կարող միջամտել այդ թեմային։ Եվ մենք տեսնում ենք, որ ուրեմն այդպես Նոստրադամուսին արժանի ինքը վստահություն ունի, կանխատեսում է, որ դա երբեք չի լինի։ Բնականաբար ինքը չէր կարող ունենալ այդ վստահությունը, եթե նախապես իրան այսպես ասած չներշնչեին այդ վստահությունը եւ ասեն հանգիստ հաստատ չի լինի։ Սա բարձր վերլուծություն չի, այլ նախնական պայմանավորվածության հետևանք է եւ ուրեմն այստեղ նաև հետաքրքիր է, որ հիշում եք նախորդ բանը, որ հապկը զգուշություն է նախընտրում, որպեսզի չվնասի եւ ըստ էության նույն միտքը էլի արտահայտում է արդեն Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ հայտնի ձեզ բոլորին Մարիա Զախարովան, երբ որ ասում է, որ ագրեսիվ ռետորաբանությունը չի հանգեցնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ գործողություններ եւ այլն, այսինքն ինչ ագրեսիվ հայտարարությունների մասին է խոսքը։ Այստեղ նույն շարունակությունը է, նույն խոսակցության, որ զգուշություն է պետք ցուցաբերել, եթե ի վերջո մենք իսկապես անկեղծորեն ցանկանում ենք հասնել Լեռնային
Ղարաբաղում լարվածության թուլացմանը։ Եվ ինչ ագրեսիվ հայտարարությունների մասին է խոսքը, առաջին իբր պարզ չի, բայց բնականաբար պարզ չի։ Այդ ագրեսիվ հայտարարությունները, ճակերտավոր ագրեսիվ իհարկե, մենք ճակերտների մեջ դավեցնենք, վերաբերվում են այս կոնտեքստից արդեն պարզ է, ամբողջ խոսակցության եւ տվյալ դեպքում, որ վերաբերում են այդ միանշանակ դատապարտմանը Թուրքիայի միջամտության օրինակ, կամ այդ սիրիական զինյալների, որը մենք տեսանք, որ կան այլ երկրներից, բայց այստեղ սա ժխտվում է, ասում է, չէ, դրանք ագրեսիվ են, այսինքն միանշանակ փաստումը իրականության, միանշանակ դատապարտումը դա ագրեսիվ հայտարարություններ են, ագրեսիվ հայտարարությունները մենք չենք ուզում, ինչպես ասում է Մարիա Զախարովան, մենք պետք է զգույշ լինենք, ինչպես ասում է ուրեմն գլխավոր քարտուղարը, եւ այս ամեն ինչը վերաբերվում է ոչ թե ինչ որ տենց ընդհանուր ագրեսիվության, այլ շատ կոնկրետ թեմայի, այսինքն չի նպաստում կարգավորմանը հիշատակելը հստակ եւ կոնկրետ եւ դատապարտելը Թուրքիայի միջամտությունը, սիրիական զինյալներին եւ այս ամեն ինչը գալիս է Ռուսաստանից։ Սա իրենց լեզվով կոչվում է ագրեսիվ ռետորաբանություն, ուրիշ ինչ ագրեսիվ ռետորաբանության մասին կարող խոսք լինել, սրա մասին է, ոչ թե նրա մասին, թե կողմերը ինչ որ ագրեսիվ ռետորաբանություն են ասում, հա, այլ մենք էլ ենք ասում կոնտեքստից, համեմատելով նաև ՀԱՊԿ-ի այդ գլխավոր քարտուղարի հայտարարության մասին, հասկանում թե ինչի մասին է խոսքը, երբ որ իրենք ասում են զգուշություն եւ ոչ ագրեսիվ ռետորաբանություն։ Եվ այսօրվա խոսակցությունը ամփոփելով բավականին պարզ նույնիսկ կարծում եմ առանձնապես չարժի, որ մենք խորանանք արդեն եզրակացությունների մեջ, մենք բավականին պարզ տեսնում ենք նորից էլ ավելի հաստատվում է, որտեղ անցյալ անգամ մենք հատուկ ներկայացրեցինք միայն արևմուտքի դիրքորոշումները, այս խոսակցության մեջ մենք ներկայացրեցինք այն ինչ որ Հայաստանից էր գալիս որպես պաշտոնական խոսք եւ Ռուսաստանից, համեմատում ենք եւ էլի հերթական անգամ համոզվում ենք, որ իրականում հստակ է դիրքորոշումների տարբերությունը, մենք գուցե էլի անդրադառնանք այս թեմային, այլ օրինակներով, բայց պետք է անընդհատ սահապատուցենք եւ տեսնենք օրեցօր նույնիսկ, դետալներով նույնիսկ, որովհետեւ էլ եմ ասում, այս միֆը, որը մինչեւ հիմա մեզ ներշնչում են, որ իրականում բոլորը միասնական էին եւ շանս չկար, եւ մենք ոչ մի պոտենցիալ նույնիսկ դաշնակից չունեինք, այս միֆը պետք է ջարդվի, որտեղ այս միֆը ոչ միայն վերաբերում է մեր անցյալին եւ ներկային, այլ ինքը նաեւ մեր ապագային է վերաբերում, որտեղ անընդհատ այս մանիպուլյացիան մեր հետ կրկնելու են նաեւ ապագայում։ Ինչի համար, որպեսզի հայ ժողովուրդը չկարողանա գտնել, չկարողանա նույնիսկ ոչ միայն գտնել, այլև հարցադրում դնել ելքի մասին եւ իր ներքին ուժերի վրա հիմնվելով եւ նայելով աշխարհին, արտաքին ինչ որ հանգամանքներ փնտրելով, արտաքին նպաստավոր բաներ փնտրելով, այս ամեն ինչը սրա համար է արվում եւ մենք դրա համար պետք է այսքան դետալային նաեւ նայենք այս իրականությունը, որպեսզի համոզվենք, որ չէ, նույնիսկ նաեւ արտաքին հարաբերությունների առումով շատ հստակ է հակադրությունը, շատ հստակ է տարբերությունը եղել, ինքը ունի իր օբյեկտիվ հիմքերը, պատճառները, թե ինչպես է, ինչու է այդպես եղել, բայց փաստերով մենք տեսնում ենք, որ ինքը իսկականից կա, ինքը մեր ցանկությունը չի։ Այսքանը այսօր, շնորհակալություն ուշադրության համար, թեման բավականին բարդ էր եւ նուրբ, կշարունակենք խոսակցությունը մյուս անգամ։